Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Բելարուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին Եվրասիական տնտեսական միության օրվա առթիվ։ ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա, ապահովելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Կատարվում է ազգային իրավակարգավորման համակարգերի ներդաշնակեցում կարևորագույն ոլորտներում։ Հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր։ Ասվում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Պուտինը վստահ է, որ ԵԱՏՄ անդամ երկրները կշարունակեն ամեն կերպ ամրապնդել կառուցողական բազմակողմ համագործակցությունը ի շահ իրենց ժողովուրդների Եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման շահերից։ Ձեզ մաղթում եմ առողջություն և հաջողություն, իսկ ձեր բոլոր համաքաղաքացիներին երջանկություն և բարեկեցություն եզրափակել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական ասոցիացիայի, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելարուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում։ Պետությունների ղեկավարների կողմից փաստաթղթի համաձայն ասոցիացիայի նպատակներն են մասնակից երկրների տնտեսական զարգացումը, արդիականացումը և մրցունակության բարձրացումը համաշխարհային շուկայում։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ հիմա դիվանագիտական խողովակով խորհրդակցություններ են իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է և միայն անհրաժեշտություն է մնացել, որ ստորագրվի պայմանագիրը։ Մենք շարունակում ենք աշխատել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրենք, ասել է նա։ Մայիսի 29-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկայ են եղել նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։ Խոսքով հանդես են եկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Դասարյանը և բրիգադի հրամանատարը։ Շնորհակալություն հայտնելով գնդապետ Համլետ Լևոնյանին և շնորհավորելով Պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախարար Պապիկյանը զինծառայողներին ներկայացրել է բրիգադի նորանշանակ հրամանատար գնդապետ Ռուբեն Պապյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական տոնի առթիվ, անդրադարձել բրիգադի անցած ուղուն և միջազգային ասպարեզում Հայաստանի խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը, ինչպես նաև ընդգծել, որ խաղաղարար առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության բանակի զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով, արժանանալով վերադաս ղեկավարության և արտասահմանի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին։ Բրիգադի մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և օրինակելի ծառայության համար պարգևատրվել են արժեքավոր նվերներով։ Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է բրիգադի զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկների խոնարհման արարողությամբ։ Պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները կավելացվեն, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Շարքայինների 10, իսկ սերժանտական կազմի 15 օրացուցային օր ժամկետով հիմնական արձակուրդը փոխարինվում է ընդհանուր 21, իսկ Պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում մարտական հերթապահությունը իրականացնող ծառայություն անցնողների համար ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով արձակուրդով, որը տրվելու է ծառայության ընթացքում հավասար 3 մասերով։ Պարտադիր զինծառայողների համար 2 օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ է սահմանվում զինվորական երթում ընդունելու կապակցությամբ։ Արձակուրդի տրման կարգը սահմանվում է Պաշտպանության նախարարի հրամանով։ Մայիսի 29-ին ժամը 1-ից 1:15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Տուժածներ չկան։ Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը, հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպել է Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի գործադիր տնօրեն Չուան Վի Մենգին և
նախագահ Ջորջ Լիմին։ Ինչպես տեղեկացնում են դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրությամբ, ծանոթացնելով կենտրոնի ձեռքբերումներին եւ միջազգային գրանցած հաջողություններին, հայ պատվիրակներին են ներկայացվել միջսահմանային առևտրային վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմները։ Կողմերը քննարկել են միջնորդության մշակույթի զարգացմանն ուղղված Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաջողված փորձը, ընդգծելով Հայաստանի դատավորների, իրավաբանների եւ բիզնես ներկայացուցիչների հետ վերապատրաստման հարթակներ մշակելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է եղել նաև միջնորդության եւ այլընտրանքային վեճերի լուծման տեխնիկական մեթոդաբանական աջակցության կարևորությանը։ Մարզի համայնքներ աշխատանքային այցերին զուգահեռ Կոտայքի մարզպետը պարբերաբար նաև անհատական հանդիպումներ է իրականացնում քաղաքացիների հետ, լսում նրանց խնդիրներն ու մտահոգությունները, տեղեկացնում են Կոտայքի մարզպետի աշխատակազմից։ Նախորդին Կոտայքի մարզպետը չպլանավորված այցով մարզի Ակունք համայնքի Նորգյուղ բնակավայրում է եղել, որտեղ տնայցեր է կատարել, զրուցել ու լսել բնակիչների խնդիրները, առաջարկները, հետաքրքրվել նրանց կենսապայմաններով։ Վերջիններս պատմել են իրենց զբաղվածության, գործունեության մասին, ներկայացրել նաև սոցիալական վիճակին վերաբերող հարցեր։ Ահարոն Սահակյանը վստահեցրել է մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների շրջանակում կտրամադրվի համապատասխան աջակցություն եւ վերջիններս կգտնվեն մարզպետի աշխատակազմի ու համայնքի ուշադրության կենտրոնում։ Մարզի ղեկավարը օրերս նաեւ չնախատեսված հանդիպում է ունեցել Ակունք բնակավայրի բնակիչների հետ, զրուցել գյուղատնտեսության ոլորտի հետ կապված հարցերից, լսել առաջարկներ։ Բարձրացված բոլոր հարցերը գտնվելու են մարզպետի աշխատակազմի ամենօրյա աշխատանքի առանցքում, նշում են Կոտայքի մարզպետի աշխատակազմից։ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը շատ մեծ է, այդ թվում սեռական բռնությունը։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Մենք պետք է կարողանանք ամբողջությամբ վերափոխել երեխայի նկատմամբ բռնությանն արձագանքելու, բռնությունը կանխարգելելու եւ հետագայում այս գործերով քննություն իրականացնելու համակարգը, նշել է նա։ ՄԻՊ մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես բռնության կանխարգելման եւ բռնության արձագանքման տեսանկյունից խնդիրները շատ մեծ են։ Ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում իրավասու մարմինների ներկայացուցիչները բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն ու չեն կարողանում արձագանքել խնդիրներին։ Մայիսի 26-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Յուլիուս Պրանևիչուսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին, Արմեն Ղազարյանը կարևորել է լիտվական կողմի հետ համագործակցությունը եւ միջազգային փորձի ներդրումը որպես արդյունավետ կառավարման ու բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների վերակազմավորման ու արդյունավետության բարձրացման, միգրացիոն հոսքերի կառավարման, Եվրամիության հետ համագործակցության ակտիվացման, վիզաների ազատականացման եւ մի շարք այլ հարցեր։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես կարևորելով ոստիկանության հենասյունային ուղղությունների զարգացումը։ Նա նշել է, որ ծառայությունների արդյունավետ կազմակերպումը նպաստում է հանրային անվտանգության բարձրացմանը, ճգնաժամային իրավիճակներում արձագանքման արագությանն ու որակի բարելավմանը։ Լիտվայի արտգործնախարարի տեղակալն իր հերթին կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը ներկայացրել է արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում Լիտվայի Հանրապետության փորձը։ Անդրադառնալով ծառայությունների կառուցվածքային փոփոխություններին, նա առաջարկել է լուծումներ, որոնք կարող են բարելավել կառավարման գործընթացների արդյունավետությունը։ Արմեն Ղազարյանը նշել է, որ հանդիպումը հերթական կարևոր քայլն է համագործակցության ամրապնդման եւ ճգնաժամային իրավիճակների կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը, ակտիվացնելով համատեղ աշխատանքները տարբեր ոլորտներում։ Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ հրապարակել է Դավիթ Սանասարյանի գործով վճիռը, արդարացնելով նրան առաջադրված մեղադրանքում հանցակազմի բացակայության հիմքում։ Սանասարյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել վճիռը կարդալուց հետո ասել է Բալայանը։ Հիշեցնենք, Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Մասնավորապես ըստ մեղադրական եզրակացության Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,
որ նա, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ ու փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 41-ից 42-րդ կիլոմետրի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 30-ին գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաեւ Երևանում, սպասվում է Կարճատև անձրև եւ ամպրոպ առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ, հայտնում են հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից։ Մարզերում մայիսի 30-ին, հունիսի 2-ից 3-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է Կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 30-ից 3, հունիսի 2-ից 3-ին առանձին հատվածներում կլինի անձրևները հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ, քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում մինչև 22 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ից 3 աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։